Բրբենքի տներից մեկում երկու կին է դանակահարվել, նրանց տեղափոխել են հիվանդանոց, կանանցից մեկը մահացել է ստացած վերքերից։ Դեպքը տեղի է ունեցել Նորթ Բրայթոն փողոցում, այնտեղ ոստիկանական մեքենաներ եւ հրշեջներ են ժամանել, իրավապահները տնից հանել են իրեր զննության համար։ Միջադեպի պատճառները մնում են անհայտ։ Ոստիկանները ակտիվ աշխատանքներ են տանում դեպքի վայրում, նրանք ստուգում են հարևանների տեսախցիկների ձայնագրությունները, կատարվում է հանցագործության հետքերի մանրակրկիտ որոնում։ Ոստիկանությունը հարցաքննում է մոտակա տարածքի բնակիչներին, հետաքննությունը շարունակվում է, հարձակվողի եւ տուժածների ինքնությունն ու ազգությունը դեռևս անհայտ է։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Սրբապղծություն Լիբանանում իսրայելցի զինվորը ջարդել է Հիսուսի արձանը։ Սպառնալիքներ ու նոր ավիագիրներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն աննախադեպ մեծացնում է տարածաշրջանում իր զինված ներկայությունը։ Ամերիկայի աշխատանքի նախարարը հրաժարական է տվել, ով կհեռանա հաջորդը։ Ամերիկացի գիտնականների խորհրդավոր մահերի շարք, թեման արդեն անգամ Թրամփին է հասել։ Որքանով է վտանգավոր ԱՄՆ-ում գործող թուրքական ցանցը, առավել մանրամասն թողարկման երկրորդ հատվածում։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայք եք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Իսրայելը հայտնվել է կրոնական սկանդալի կենտրոնում։ Լիբանանում իսրայելցի զինվորականը կացնով հարվածել է Հիսուս Քրիստոսի արձանի դեմքին։ Լուսանկարներում երևում է, որ զինվորը նաեւ շուռ է տվել խաչը, դեպքը տեղի է ունեցել Դեբել գյուղի ընտանեկան սրբավայրում, սա իսկական սրբապղծություն է համարվում քրիստոնյա բնակչության համար։ Իսրայելի վարչապետը խիստ դատապարտել է այս արարքը, Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես արձագանքել է միջադեպին, նշելով, որ զինվորի պահվածքը հակասում է իրենց արժեքներին։ Մենք հետաքննում ենք միջադեպը եւ կպատժենք մեղավորներին, ասել են նրանք։ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը եւս պահանջել է խիստ պատիժ։ Քաղաքական գործիչները այս միջադեպը համեմատում են Քրիստոսի եւ Հռոմի պապի հասցեին Թրամփի սպառնալիքների ու կատակների հետ։ Իսրայելի բանակը պնդում է, որ չի թիրախավորում կրոնական սրբավայրերը։ Տեղի բնակիչները սակայն հակառակն են պնդում, նշելով, որ ռմբակոծությունների ժամանակ իսրայելական ուժերը պարբերաբար նաև կրոնական կառույցներին են ուղղակի կամ անուղղակի թիրախավորում։ Իրանցի զինվորականները հրապարակավ խոստում են տվել վրեժխնդիր լինել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կողմից իրանական բեռնանավը գրավելու համար։ Թե դա ինչպես կարտահայտվի, չի մանրամասնվում, բայց միանշանակ է, որ այս զարգացումները Հորմուզի նեղուցում իրավիճակն ավելի են բարդացնում։ ԱՄՆ-Իրան խաղաղ բանակցությունների ճակատագիրը մնում է անորոշ եւ փխրուն։ Փոխնախագահ Ջեյդի Վենսը պատրաստվում էր մեկնել Պակիստան։ Իրանը բանակցությունների չի գնացել, որոշումը պատճառաբանելով ԱՄՆ կոշտ դիրքորոշմամբ։ Ի պատասխան Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել, պահանջելով գործարքի գնալ մինչև չորեքշաբթի։ Գործարք չլինելու դեպքում ամերիկյան ուժերը կվերսկսեն հարվածներն ու շարքից կհանեն Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Նոր սրացումից առաջ թարմացվել է նախքան հրադադարը եղած զոհերի վիճակագրությունը, փետրվարի 28-ից Իրանում զոհվել է շուրջ 3400 մարդ, Լիբանանում զոհերի թիվը անցնում է 2200-ը, Իսրայելում արդեն կա 23 զոհված մարդ, Պարսից ծոցի երկրներում զոհվել է 32 անձ, ամերիկյան կողմը 15 զինծառայող է կորցրել, որից 2-ը ոչ մարտական պայմաններում։ ԱՄՆ-Իրան հրադադարի ժամկետի ավարտին ընդառաջ կողմերը նոր ուժեր են կենտրոնացնում, Ամերիկան շուտով Մերձավոր Արևելյան տարածաշրջան կուղարկի 3 զորավիակիր, տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը դարձնելով աննախադեպ մեծ։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը այժմ Օմանի ծոցում է, այն աջակցում է Հորմուզի նեղուցի ծովային շրջափակմանը։ Ֆորդ ավիակիրը Կարմիր ծովի հյուսիսում է, այն այդ տարածքում է արդեն մոտ 300 օր։ Սա պատմության մեջ ամենաերկարատև առաքելություններից մեկն է։ Ֆորդի ընթացքը խաթարվել էր հրդեհի պատճառով։ Նավը սակայն այժմ կրկին ծառայության է վերադարձել։ Ջորջ Բուշ ավիակիրը Մադագասկարի մոտ է, այն շարժվում է դեպի Արաբական ծով։ Ռազմական այս կուտակումը լուրջ ազդակ է Իրանին եւ նաեւ միջազգային հանրությանը։ Սա շատ փորձագետների հիմք է տալիս կանխատեսել, որ Վաշինգտոնը չի պատրաստվում թույլատնել ճնշումը Իրանի վրա եւ խաղաղ ճանապարհով ցանկալի զիջումները չստանալու պարագայում կրկին գործի կդնի ռազմական մեքենան նոր ու ավելացված հզորությամբ։
Նախարարությունը արգելել է նախարարի ամուսնու մուտքը գլխավոր մասնաշենք, իսկ նախարարը սիրավեպ է սկսել իր անվտանգության աշխատակցի հետ։ Սկանդալային լուրերը պտտվում էին վաղուց, իսկ ապրիլի 21-ին Թրամփի վարչակազմը երրորդ նախարարին կորցրեց։ ԱՄՆ աշխատանքի նախարարը հեռացել է պաշտոնից, նրան մեղադրում են պաշտոնեական լուրջ չարաշահումների մեջ։ Նախարարը հերքում է մեղադրանքները, պնդում է, թե հեռանում է անձնական պատճառներով։ Դերեմերի շուրջ բազմաթիվ սկանդալներ են բորբոքվել, նախարարության գլխավոր տեսուչը հետաքննություն էր սկսել։ Նախարարը կասկածվում է ենթակայի հետ սիրային կապի մեջ, նրա ամուսինը ևս հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Աշխատակցուհիները նրան մեղադրել էին սեռական ոտնձգության մեջ։ Հետաքննությունը մոտենում է իր ավարտին, նախարարը պետք է հարցաքննվեր այս շաբաթ։ Դերեմերը մեղադրանքները համարում է քաղաքական դավադրություն։ Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին համատեղ աշխատանքի համար եւ նշել, որ տեղափոխվում է մասնավոր հատված։ Այս պաշտոնաթողությունը ծանր հարված է Թրամփի թիմին։ Թրամփը նախկինում հեռացրել էր արդարադատության եւ անվտանգության նախարարներին։ Սկանդալի կենտրոնում է հայտնվել FBI-ի տնօրեն Քաշ Փաթելը։ Նա դատական հայց է ներկայացրել The Atlantic ամսագրի դեմ, պահանջելով $250 միլիոն։ Պատճառը ալկոհոլի չարաշահման մասին հրապարակումն է։ Ամսագիրը նաև գրել է նրա անհիմն բացակայության մասին։ Փաթելը այս հոդվածը որակել է որպես սուտ։ Հոդվածում ասվում է, որ Փաթելը խուճապի էր մատնվել ապրիլի 10-ին, նա կարծել էր, թե ազատվել է աշխատանքից, պատճառը համակարգչային մուտքի տեխնիկական խնդիրն է եղել։ Ամեն դեպքում կողմերն անզիջում են իրենց դիրքերում։ Ամսագիրը հերքում չի տա, իսկ Փաթելը չի դադարեցնի լրատվամիջոցի դեմ պայքարը դատարանում։ Ի դեպ, տարբեր առիթներով այս պաշտոնյայի նկատմամբ նաև Թրամփն է դժգոհություն հայտնել։ FBI տնօրենը պարբերաբար դարձել է վիրուսային տեսանյութերի հերոս։ Շատ փորձագետներ չեն բացառում, որ նրա հրաժարականը հերթականը կլինի Թրամփի վարչակազմի աղմկոտ պաշտոնանկությունների շարքում։ Թրամփի սահմանած տուրքերը դատարանի կողմից չեղարկվելուց հետո գործարկվել է նոր առցանց համակարգ, արդեն վճարված տուրքերը ետ ստանալու համար, այն կոչվում է CAPE, միավորված վարչարարություն եւ մուտքերի մշակում։ Ներկրողները կարող են իրենց դիմումները ներկայացնել այդտեղ։ Գործընթացը կառավարում է մաքսային եւ սահմանային պահպանության գործակալությունը։ Վերադարձվելիք գումարները կազմում են մոտ $127 միլիարդ։ Փոխհատուցման իրավունք ունեն միայն տուրքերը վճարած ընկերությունները։ Անհատ սպառողները դիմելու հնարավորություն չունեն։ Համակարգը կգործի փուլերով եւ դանդաղ։ Դիմումի հաստատումից հետո վճարումը կտևի 60-ից 90 օր։ Որոշ խոշոր ընկերություններ որոշել են ետ ստանալի գումարներից մաս հանել նաեւ սպառողներին։ Նրանք կփոխհատուցեն այն տուրքերը, որոնք հավաքել են սպառողներից, կամ նաեւ դատական հայցեր հոգուց սովորական գնորդների։ Սակայն այդ գործընթացը դեռ շարունակվում է դատարաններում։ Նոր մանրամասներ են ի հայտ եկել Լոս Անջելեսը ցնցած դաժան հանցագործության վերաբերյալ, խոսքը 14-ամյա աղջկա սպանության մասին է։ Նրա մասնատված մարմինը ոստիկանները գտել էին հայտնի երգչի մեքենայի բեռնախցիկում։ Որպես կասկածյալ ձերբակալվել էր հենց ինքը Դեյվիդ անունով հայտնի 21-ամյա երգիչը։ Դեպքը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում, աղջկան վերջին անգամ տեսել են Հոլիվուդ Հիլզում երգչի տանը։ Ենթադրվում է, որ սպանված դեռահասը անչափահասի նկատմամբ սեռական բնույթի հանցագործության վկա է եղել։ Երգիչը սպանել է աղջկան իր կարիերան փրկելու նպատակով։ Դատախազությունը երգչին մեղադրում է սեռական հանցագործությունների սպանության եւ սպանվածի մարմինը խեղելու մեջ։ Երգիչը լիովին հերքել է իր մեղքը դատարանում։ Դատը կշարունակվի։ Դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը, հանցանքը հաստատվելու դեպքում երգչին սպասվում է ծանր պատժաչափ, անգամ մահապատիժ։ Արդյոք պատահական է գիտնականների անհետացումը կամ մահերի շարքը։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում 10 գիտնական է անհետացել կամ մահացել։ Նրանք տիրապետում էին կարևոր ու զգայուն տվյալների թեմային, անգամ Թրամփն է անդրադարձել։ Գործը FBI-ի ուշադրության կենտրոնում է։ Գործակալությունը կհամագործակցի էներգետիկայի եւ պատերազմի նախարարությունների հետ։ Նպատակն է պարզել, կա արդյոք իրական կապ այդ մահերի միջև։ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը նույնպես կսկսի իր սեփական հետաքննությունը, այն կփորձի պարզել գիտնականների անհետացման եւ մահվան պատճառները։ Մասնավորապես քննարկվում են Նեյլ Մաքքասլենդի անհետացման հանգամանքները։ Նա ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ էր։ Նյու Մեքսիկոյում նրա տանը հայտնաբերել են անձնական իրեր, իսկ ինքը պարզապես անհետացել է։ Լոս Անջելեսում ազգային պարկում անհետացել է Մոնիկա Ռեզան։ Նա NASA-ի նախկին գիտնական էր։ Նույն
տարածքում է սպանվել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականը։ Կասկածյալը ձերբակալված է, բայց դրդապատճառը մնում է անհայտ։ Դավադրության տեսության կողմնակիցներն արդեն պնդում են, որ այդ ամենի հետևում օտարերկրյա գաղտնի ծառայություններն են կանգնած, իսկ ոմանք ավելի հեռուն են գնում սպանությունների և առևանգումների համար մեղադրելով այլ մոլորակայիններին։ AI chatbot-երը առաջարկում են քաղցկեղի այլընտրանքային բուժումներ այս ցնցող փաստը պարզել է նոր հետազոտության ընթացքում։ Որոշ բոտեր նույնիսկ առաջարկել են կոնկրետ կլինիկաներ, դրանք հակադրվում են ավանդական քիմիոթերապիային։ Դա կարող է լուրջ վտանգել պացիենտների կյանքը։ Բժիշկները խորհուրդ են տալիս խուսափել չստուգված բժշկական խորհուրդներից։ ԱՄՆ-ում մեծահասակների 1/3-ը բժշկական խորհուրդները հարցնում արհեստական բանականությունից։ Բժիշկները սա համարում են ոչ թե մասնագիտական մարտահրավեր, այլ լուրջ սպառնալիք հիվանդների համար։ Պատճառն այն է, որ AI-ը դեպքերի մեծ մասում տալիս է խնդրահարույց խորհուրդներ, գիտական տվյալներին հավասարազոր ներկայացնելով նաև կասկածելի աղբյուրներից վերցված ոչ հստակ տվյալներ։ Երկրի մայրամուտը նկարված տիեզերքից համացանցում լայն տարածվում է լուսնի շուրջը պտտված Օրեոն տիեզերանավի նկարած եզակի տեսանյութը։ Բացառիկ այս տեսանյութը հրապարակվել է X սոցիալական հարթակում, հեղինակը անձնակազմի հրամանատարն է, նա այն անվանել է նման կադրեր անելու կյանքի միակ հնարավորություն։ Արտեմիս 2-ի լուսնային ճամփորդությունը կայացել էր ապրիլի 1-ից 10-ը։ ՆԱՍԱ-ն շարունակում է նոր առաքելությունների պլանավորումը։ Արտեմիս 3 առաքելությունը մեկնարկելու է 2027 թվականին։ Ըստ նախնական տեղեկությունների, այն նախատեսում է նաև վայրեջք լուսնի վրա։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ Ավիավթար է տեղի ունեցել Լոս Անջելեսում, փոքր ինքնաթիռը Պակոյմայում վթարային վայրեջք է կատարել ավտոպահեստամասերի խանութի ավտոկայանատեղիում, վթարից հետո տարածքում հոսանքազրկումներ են գրանցվել, մասնակի տարհանում է կատարվել, ինքնաթիռը չի բախվել կայանված որևէ մեքենայի, օդաչուն օդանավում եղել է միայնակ, նրան տեղափոխել են հիվանդանոց, օդաչուի վիճակի մասին տվյալներ դեռ չկան, այլ տուժածների մասին տեղեկություններ ևս։ Ինքնաթիռի 2007 թվականի արտադրության մոդել էր, այն գրանցված է տեղական թռիչքային դպրոցում։ Դեպքը տեղի է ունեցել Whiteman օդանավակայանի մոտ։ Պատճառները դեռևս հայտնի չեն, մանրամասները կհրապարակվեն հետաքննության ավարտից հետո։ Մադոննան իր բեմական հագուստները կորցրել է Լոս Անջելեսում։ Դրանք անհետացել են Քոուչելա փառատոնից հետո։ Աստղը փառատոնից հետո պարզել է, որ հագուստները չկան։ Մադոննան այդ մասին գրել է Instagram-ում։ Երգչուհին ցուցադրել է կորած հագուստների լուսանկարները։ Դրանք պարզապես հագուստներ չեն, իմ պատմության մասն են, գրել է Մադոննան։ Նա խոստացել է պարգևատրել իրերը վերադարձնողին։ Լուիզիանայում տեղի ունեցած սպանությունների գործի հետ կապված նոր մանրամասներ կան։ Սպանությունների հեղինակը նախկինում դիմել էր հոգեբուժական օգնության, մյուս կողմից նա դատվածություն ուներ, ինչը պետք է արգելք դառնար զենքի գնման հարցում։ Այժմ պատկան կառույցները քննում են, թե ինչպես է նա շրջանցել այդ կրկնակի արգելքը եւ զենք ձեռք բերել։ Լուիզիանայում զինված տղամարդը կյանքից զրկել էր 8 երեխայի, վիրավորել 2 կնոջ։ Նա սպանված երեխաներից 7-ի կենսաբանական հայրն էր, վիրավորված կանանցից մեկի ամուսինն ու մյուսի ընկերը։ Լրահոսից այսքանն էինք առանձնացրել այսօրվա համար, թողարկումը շարունակելու է իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Վերջին 30 տարվա ընթացքում Ամերիկայում թուրքական կազմակերպությունների թիվը աճել է ուշադրություն 10 անգամ։ Նրանք ակտիվ են հատկապես Կալիֆոռնիայում, ինչով են զբաղվում նրանք եւ ովքեր են թիրախը։ Մանուն առաջիկա րոպեներին հենց այդ մասին է պատմելու։ Հավատացեք, վտանգավոր վիճակագրություն կա, որի մասին հաստատ արժե տեղյակ լինել։ Բարև ձեզ։ 1990-ականների սկզբին ԱՄՆ-ում թուրքական կազմակերպությունների թիվը հազիվ հասնում էր մի քանի տասնյակի, սակայն այսօր դրանց թիվը հարյուրներով է չափվում։ Այս ցանցը լուռ ու աննկատ գրավել է ամերիկյան հասարակական դաշտը քաղաքական լոբինգից մինչև կրթական նախագծեր։ Նրանց հիմնական նպատակն Անկարայի շահերի առաջմղումն է եւ հայոց ցեղասպանության ժխտումը։ Կալիֆոռնիան իր մեծաթիվ հայ համայնքով այս կառույցների հատուկ թիրախն է։
Turkish American National Steering Committee կամ TASC։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է ավելի ուշ ակտիվ աճի շրջանում։ Այն գործում է որպես Անկարայի փափուկ ուժի հիմնական գործիքը, գաղտնի կամ կիսաբացահայտ ֆինանսավորվելով թուրքական պետական աղբյուրներից։ TASC-ն ակտիվ է հատկապես Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, որտեղ մեծ ջանքեր է գործադրում Էրդողանի քաղաքականությունը պաշտպանելու եւ կոնգրեսի վրա ազդեցություն գործելու ուղղությամբ իշահ Թուրքիայի պետական շահերի։ Կազմակերպությունների թվի ամենաակտիվ աճը նկատվել է 2000-ականների կեսերից սկսած, երբ Թուրքիան սկսեց ավելի մեծ ռեսուրսներ ներդնել արտերկրում իր ազդեցությունը մեծացնելու համար։ Այս ցանցերը բաշխված են ողջ ԱՄՆ-ով, սակայն առավել խիտ են Նյու Յորքում, Վաշինգտոնում, Թեքսասում եւ հատկապես Կալիֆոռնիայում։ Այս նահանգներում նրանք ստեղծում են կրթական, մշակութային եւ կրոնական կառույցների հսկայական ցանց, որը հնարավորություն է տալիս ազդել տեղի հանրային կարծիքի վրա։ Turkish Foundation-ը, որը գործում է հիմնականում Նյու Յորքում եւ այլ խոշոր քաղաքներում, հանդիսանում է թուրքական պետական ու մասնավոր խառը ֆինանսավորման օրինակ։ Այս հիմնադրամը կենտրոնացած է ուսանողական կացարանների եւ կրթական կենտրոնների վրա երիտասարդության շրջանում թուրքական օրակարգը տարածելու համար։ Այն նպատակ ունի ձևավորել ապագա առաջնորդներ, որոնք ապագայում կներկայացնեն ու առաջ կմղեն Անկարայի դիրքորոշումները ԱՄՆ ակադեմիական եւ քաղաքական շրջանակներում գործելով կրթական հարթակները որպես քարոզչական գործիք։ Թուրքական կազմակերպությունների բնույթը բազմազան է՝ մզկիթներից մինչև գիտական կենտրոններ ու բիզնես խորհուրդներ։ Մզկիթների ցանցը, որը հաճախ գործում է Դայանեթի Թուրքիայի կրոնական հարցերով վարչության հովանու ներքո, վերջին տասնամյակում զգալի աճ է գրանցել։ Ի տարբերություն անկախ կազմակերպությունների, սրանք ուղղակիորեն ղեկավարվում են Թուրքիայի պետական կառույցների կողմից։ Դա Անկարային թույլ է տալիս վերահսկել թուրքական սփյուռքին եւ կանխել ընդդիմադիր տրամադրությունների տարածումը ԱՄՆ-ում։ Turkish Cultural Center TCC-ն ունի մասնաճյուղեր բազմաթիվ նահանգներում, այդ թվում Կալիֆոռնիայում։ Այս կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են մասնավոր հանգանակությունների եւ բիզնես համայնքի միջոցով, չնայած հաճախ սերտ կապեր են ունենում նաեւ պետական հաստատությունների հետ։ Նրանք կազմակերպում են մշակութային միջոցառումներ, որոնք ծառայում են Թուրքիայի դրական իմիջի ձևավորմանը, խուսափելով քաղաքական սուր անկյուններից, սակայն միշտ պահպանելով Թուրքիայի ազգային օրակարգի հիմնական գծերը։ Կալիֆոռնիան թուրքական կազմակերպությունների համար ռազմավարական նշանակություն ունի, այդտեղ հայկական հզոր սփյուռքի առկայության պատճառով։ Այստեղ գործող թուրքական կազմակերպությունները փորձում են հակակշռել հայկական լոբբինգին, կազմակերպելով տարաբնույթ, այսպես ասած, մշակութային երկխոսության միջոցառումներ։ Թեև Կալիֆոռնիայում թուրքական կազմակերպությունների թիվը ավելի փոքր է, քան արևելյան ափի նահանգներում, դրանց ազդեցությունը եւ ֆինանսավորման ծավալները վերջին տարիներին կտրուկ աճել են։ ATAA-ն հիմնադրվել է ավելի վաղ 1979 թվականին, սակայն 1990-ից 2025 թվականների ընթացքում զգալիորեն ընդլայնել է իր ցանցը ԱՄՆ ողջ տարածքում։ Սա հովանոցային կազմակերպություն է, որը իր գործողության ողջ տարածքում համակարգում է տեղական թուրքական ընկերակցությունների աշխատանքը։ Ֆինանսավորումը հիմնականում մասնավոր է, հիմնված անդամավճարների եւ բարերարների նվիրատվությունների վրա։ ATAA-ն հաճախ հանդես է գալիս որպես Թուրքիայի շահերի ջատագով, փորձելով ազդել ամերիկյան քաղաքականության վրա ըստ Անկարայի պաշտոնական տեսակետների։ Ամփոփելով պետք է արձանագրենք, որ վերջին 3 տասնամյակում ԱՄՆ-ում թուրքական կազմակերպությունները վերածվել են բարդ եւ հզոր ցանցի։ Սրանք վաղուց արդեն առանձին գործող թույլ կառույցներ չեն։ Նրանց միավորում է մեկ գաղափարախոսություն՝ Անկարայի արտաքին քաղաքական օրակարգի պաշտպանությունը։ Կալիֆոռնիան մնում է այս պայքարի առանցքային հարթակը, հայերը գլխավոր թիրախներից մեկը։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում, իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ։ Համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։